Գեղեցիկ երաժշտությունից հետո մշակույթից հեռու չեն գնալու առասարակ արվեստից, որովհետև գեղեցկացնում է նաև մարդկանց հատկապես արվեստը ու հիմա խոսելու ենք արվեստի շուրջ, քանի որ Հայաստան է ժամանել Յանիս Յոնևսը, լատվիացի շատ հայտնի գրող եւ դրամատուրգ, մի ստեղծագործության մասին ենք խոսելու, որը որ շատ լայն ճանաչում ձեռք բերեց, հատկապես Լատվիայում, նույնիսկ բեսթսելեր ճանաչվեց, 6 անգամ նույնիսկ հրատարակվեց։ Մնացած մանրամասնությունները լավ, արդեն թողնենք մեր հյուրերին, ովքեր տաղավարում են, նրանք կներկայացնեն, մենք մեծ սիրով ներկայացնենք մեր հյուրերին, ովքեր տաղավարում են։ Այո, եւ այսպես մեր տաղավարում է գրող Յանիս Յոնևսը եւ թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք։ Դերևս ինչ անդրադառնալը, թե ինչ է Յանիսը գտնվում Հայաստանում, գնանք մի քիչ հետ ու փորձենք պատմությունը մի քիչ քչփորել, ինչպես եղավ, որ ու երբ գրվեց ինչպես առաջացավ գաղափարը գրել Ելգավա 94 վեպի մասին է խոսքը գնում։ Այ ինչը ոգեշնչեց։ Ну, это вайрак факторы, но это первая laikam man kļuva bail, ka es aizmirsīšu savu jaunību, un man likās, ka ir pēdējais brīdis to pierakstīt, un tad man sanāca to izdzīvot vēlreiz. Բազմաթիվ հանգամանքներ դրդեցին գրել, բայց ամենագլխավորը ես վախենում էի մոռանալ իմ լավագույն տարիները, իմ պատանեկության բուռն իրադարձությունները։ Դրա համար վերջի պահին կարելի ասել, քանի դեռ չէի մոռացել, ես դրանք գրի արա։ Skolu agrāk diezgan bieži redzēju sapnī, un tad domāju, varbūt uzrakstīšu, tad tikšu no tā vaļā, bet tā mazliet palīdzēja. Անգամ դպրոցում սովորելու տարիներին երբեմն երազում էի տեսնում եւ ընդհանրապես երազում էի գրել ինչ-որ բան, գրի առնել։ Փոքր փորձեր անում էի, բայց դա դեռ նշանակություն չունեցող բաներ էին։ Un vēl viens faktors, kas lika ķerties pie darba, man likās, ka nav aprakstītas šīs te mūsu metāla alternatīvās mūzikas subkultūras. Tāds stāsts īsti vēl Latvijā nav bijis. Tāpēc. Բայց միգուցե ամենակարևոր հանգամանքն այն էր, որ ես ուզում էի թողնել գրավոր ինչ-որ ապացույցներ այն մասին, թե Ելգավայում ինչքան տարածված էր, Ելգավան դա քաղաքի անուն է, Լատվիայի մեծությամբ 4-րդ քաղաքն է, ալտերնատիվ մշակույթների, ռոքի, մետալի մասին վկայություններ թողնելու նպատակով։ Եթե կարող ենք նաև մի փոքր համառոտ ներկայացնենք գիրքի վեպը ինչի մասին է, որովհետև մեր հեռուստատողներն կարողանան մասնակից դառնալ մեր զրույցի։ Ելգավա 94 վեպի մասին է խոսքը գնում, որը որ լայն ճանաչում ունի Եվրոպայում եւ ոչ միայն, քանի որ շատ լեզուներով է թարգմանվել, որը նաև շուտով կասի մեր հյուրը քանի լեզվով, եթե չեմ սխալվում 20, եթե ոչ ավել։ Բայց պատմությունը շատ համառոտ փորձենք ներկայացնել։ Եթե չեմ սխալվում, սովետական միության փլուզումից հետո արդեն համեցեք։ Tā par tādu jūtīgu 14-gadnieku, kurš introverts, tāds rāms zēns, bet kurš meklē savu identitāti un iesaistās lūk šajā metālistu kustībā, un viņa dzīve sagriežas pavisam citādāk. Jā. Un reizē tas ir stāsts par manu pilsētu Jelgavu, kas ir. Գիրքը հիմնականում զգացմունքային, պարփակված, շատ զգայուն 14 տարեկան մի պատանու մասին է, որը հանգամանքների բերումով կարելի ասել նաև հանկարծ հայտնվում է մի այլ աշխարհում, հենց այդ ալտերնատիվ մշակույթի աշխարհում, որտեղ թագավորում էր մետալը եւ իր կյանքը փոխվում է շատ արագ եւ կտրուկ եւ հետաքրքրությունները եւ անելիքները եւ šķirģapāte. Jā, un tas ir arī stāsts par Jelgavu, par pilsētu, ko uzskata par tādu Latvijas neglītāko pilsētu, tāda mīlas dziesma manai pilsētai un arī, protams, par šo laiku, par tiem 90. gadiem, kas ir, jā, bija skarbs, bet tāds tā kā eksotisks laiks arī, bet, man tas bija skaistākais laiks, jo vēl bija jauns, jā.
Գիրքը նաև իմ սիրելի քաղաքի մասին է, որը համարվում է Լատվիայի ամենատգեղ քաղաքը, բայց ինձ համար Ելգավան աշխարհի լավագույն եւ ամենագեղեցիկ քաղաքն է եւ ես փորձել եմ ներկայացնել Ելգավայի այն տեսարանը, որը շատերին միգուցե տեսանելի չէ։ Տեսարան նկատի ունեմ ամբողջությամբ պատկեր է ընդհանուր առմամբ։ Շատ հաճելի է, որ մարդը իր քաղաքի մասին նման կարծիք Люди պատիկամիկա cilvēki Milsov pilsētu. Լավագույն տարիները, ինչպես հասկացանք, 90-ականներն էին եւ վեպում անդրադառնում ենք այդ երիտասարդության բողոքի, ինքնության որոնման թեմաների։ Արդյոք այսօր այդ թեմաները արդիական են։ Te ulabākie gadi bija izrādās, ka tie 90. Un vai tie temati, kuri bija tolaik aktuāli, ir aktuāli šodien? Nu, tā kā literārie temati, jā, man šķiet, ka tie galvenie temati jau daudz nemainās, kas bija tā sava ceļa atrašana, lai atšķirtos no kaut kāda, no kaut kāda vispār pieņemtā, bet līdz ar to tad atkal nonāca citā sistēmā un atkal meklē kaut kādu individuālo, manā gadījumā tie temati ir palikuši tie paši, jā. Թեմաները, որոնց մասին գրում են շատ ժամանակ, հիմնականում նույնն են, մարդու ինքնության փնտրտուք, տարբեր իրավիճակների մեջ հայտնված, տարբեր ժամանակահատվածների, սոցիալական եւ այլ իրավիճակների, դրա համար կարելի ասել թեմաները եւ ասելիքները հիմնականում նույնն են, ուղղակի մի քիչ ֆոնն է փոխվում. To grāmatu Latvijā lasīja daudz arī tie cilvēki, kam šobrīd ir 15, 16, 17 gadi. Եվ կարելի ասել, որ այսօր գիրքը գրվել է 2013 թվականին լույս է տեսել, իրադարձությունները 90-ականների կեսերի մասին են, բայց այսօրվա հիմնական ընթերցողը գրքի նաև այսօրվա 15 տարեկաններն են, այսինքն դա հետաքրքիր է բոլոր ժամանակների համար եւ բոլոր հետաքրքրված մարդկանց. Նաիրա, ձեր համագործակցությունը ինչպես սկսվեց, որոշեցիք, որ պետք է անպայման թարգմանել այս գիրքը հայերեն։ Դա շատ հետաքրքիր հարց է, գիրքը լույս է ընծայել Նյումեկ հրատարակչությունը, որի հետ ես արդեն 5-6 տարի համագործակցում եմ, եւ երբ ես ինչ-որ գաղափար ունեմ, դրանով գալիս եմ Արտակ Ալեքսանյանի մոտ, մենք պարտադիր բանավիճում ենք, ես առաջարկում եմ մի բան, Արտակը կամ համաձայնվում է կամ ոչ, երբեմն ունենում ենք նաև վեճեր անհամատեղելի մեր ընտրության աշխատանքային։ Այո, եւ եկել ենք մի համաձայնության, որ մի տարի ես թարգմանում եմ Արտակի ընտրած գիրքը, մյուս տարի ես թարգմանում եմ իմ ընտրած գիրքը։ Եվ սա ձեր ընտրած գիրքն է։ Ոչ, սա Արտակ Ալեքսանյանի ընտրած գիրքն է, ես կարող եմ բացատրել ինչու, որովհետեւ 15 թվականին ինձ Լատվիայից ուղարկեցին այդ գիրքը, դա պատկերացրեք մոտավորապես 10 տարի առաջ էր, ես կարդացի, ես բոլոր լատվերեն գրքերը բնականաբար կարդում եմ միտումով, որ միգուցե սա կարելի է թարգմանել։ Ես կարդացի եւ 10 տարի առաջ հասկացա միգուցե սա հասկանալի չի լինի, ակտուալ չի, ընդունելի չի, ավելի լուրջ խնդիրներ ունենք, որ կարելի է գրականության միջոցով բարձրացնել ու դրեցի մի կողմ։ Ինչու նաեւ եկա այդ կարծիքի, որտեվ գրքում շատ է երիտասարդների խոսակցական լեզուն, երբեմն նաև ավելի սուր արտահայտություններ կան, շատ է խոսվում, սա խնդրում եմ հակագովազդ որպես չընդունել, շատ է խոսվում գրքում ծխելու մասին, դե երիտասարդ տղաներ են ազատություն են ստացել ծխելու մասին, ոնց անենք, որ արագ հարբենք, անընդհատ գարեջուր են Բոլոր ակտուալ թեմաները, որ այդ տարիքում առկա են երիտասարդների մոտ։ Այո, իսկ 10 տարի անց, երբ որ Արտակը առաջարկեց, ես էլի սկզբում մի տեսակ ասում էի, չէ, որտեղ հին տպավորությունը կար, բայց նորից վերընթերցեցի ու ես հասկացա, որ հետաքրքիր կլինի ցույց տալ այսօրվա հենց 15-20 տարեկաններին կամ ընդհանրապես մեծերին այն տարբերությունները, որի միջով մենք անցել ենք անկախանալուց հետո։ Անկախանալուց հետո Հայաստանը, հիշում եք 90-ականները, մեզ մոտ ինչ տարիներ էին,
խնդիրները վերաբերում են ոչ միայն մեծերին, նաև այդ տարիքի երեխեքին։ Շատ հազվադեպ մենք երեք էլ խոսում ենք ու բոլորը միաձայն ասում են, որ 2000-ականներին ենք մենք նոր եկել ակումբներ, ալտերնատիվ երաժշտություն, հետաքրքիր այլ բաներ, համընդհանուր ընդունված բաներից դուրս։ Ու իսկ այնտեղ արդեն 90-ականներին անմիջապես անկախանալուց հետո երիտասարդը ուներ ինքն իրեն գտնելու, իրեն հետաքրքիր բաները գտնելու պահանջ։ Եվ տրվում էր այդ պահանջին, գնում էր այդ ուղով։ Մեր երիտասարդները կարծում եմ այն ժամանակ չունեին։ Ու հենց այդ ծայրահեղ տարբերությունները ցույց տալու համար ես համաձայնվեցի, կներեք, երկար պատմեցի։ Բայց շատ հաճելի է բավական դեպս տեղեկանալ նախապատմությանը, թե ինչպես է ամեն ինչը ծնվեց, եղավ։ Եվ հիմա արդեն գանք մեր օրեր, Յանիսը այստեղ է, ձեր հրավերով, նա եկավ այստեղ, որ գրքի շնորհանդեսն արվի, երբ է լինելու գրքի շնորհանդեսը, թե արդեն տեղի ունեցել։ Շնորհանդեսը տեղի ունեցավ 3 ամսի 6-ին։ Այո, կոնկրետ եկել է Արտակ Ալեքսանյանի հրավերով, Նյումեգի ղեկավարի, եւ մինչ այդ նախանցյալ տարի Ֆրանկֆուրտի գրքի փառատոնին նրանք հանդիպել են։ Ես տեսա, որ մի հեղինակը, որին արդեն թարգմանել եւ հրատարակել ենք, եւ մյուս հեղինակը, որին պատրաստվում էինք թարգմանել, հրատարակել, միասին միջոցառում ունեին Ֆրանկֆուրտի գրքի տոնի ժամանակ, Արտակին ուղարկեցի, նա գնաց, երկուսին էլ տեսավ, ծանոթացավ, կարելի ասել շատ հավանել էր Արտակը Յանիսին, ու այդ ժամանակ էլ տեղ ունեցավ հրավերը, որ հենց գիրքը լույս տեսնի, համեցեք եւ միասին այն ներկայացնենք Հետաքրքիր է գրողին հարցնել, թե որոնք են ձեր սիրված 3 գրքերը։ Курьер Тави Висмиляка грамота осталась. Ну tādu ir daudz, bet Այդպիսիք շատ են։ Jā, bet dažas ir jānosauc. Tad, kad es biju tās grāmatas vecumā, tad es daudz lasīju Bulgakovu un Bulgakova հասկացա։ Hemingwayu, bet tas vēlāk tur Vai tā tika arī pārvērtēts, un tad vēlāk tas bija jau tur Kafka, Kamī, bet tas bija tāds, kas šķita kaut kāds, ka tas ir noteikti jāizlasa. Jā, un tad vēlāk tas ir varbūt Marsals Prusts. Ar Prustը վարան պավեիք դետում։ Jā, būs jau pietiekami, jā. Յանիս Մեկել Հովանես Թումանյան։ Ինքը մի քիչ բաժանեց տարիքների, որովհետև ավելի երիտասարդ տարիքում, երբ անհագ կարդում էի, ասում է, կարդում էի Բուլգակով, կարդում էի Հեմինգուեյ, հետո ավելի ուշ Գորոստոս նոսաուցես։ Pēc tam Kamī, Kafka, իսկ ավելի ուշ Պրուստը, որը մենք արդեն այդ մասին խոսել ենք, իր սրտի հեղինակն է կարելի ասել։ Այդ ցանկում Հովանես Թումանյանը չկա։ Я парез я утаем, свинш я вай тава Սարաքստանау Հովանես Թումանյանը։ Հովանես Թումանյանս իր իստուկոց Լատվիա շվալ օդելյոտի красայնա գրամատա։ Ինչու եմ ասում, այո, ինքը պետք է կարդա, որովհետև լատվերեն վերջի տարիներին թարգմանվեց եւ Նարա Մուրադյանի նկարազարդումով շատ հրաշալի, շատ գեղեցիկ ցնցող գիրք է ստացվել։ Այնպես որ հնարավորություն ունեմ կարդալու նաև Լատվիայում Հովանես Թումանյանի։ Այո, բերնիբա յոթ պատիկ Սասունց Դավիթ։ Իսկ Հայաստանի հետ իր առաջին առնչությունը մանկության ժամանակ, մանկության տարիներին եղել է այն, որ Սասունցի Դավիթն է կարդացել քրոջ հետ միասին ու շատ տպավորված էր մեր Առավելևս որ ծանոթ է արդեն Հովանես Թումանյանի։ Մենք հուսանք, որ Յանիսն էլ մեկ օր ձեզ կհրավիրի Լատվիա եւ այնտեղի առաջին հենց ալիքի շնորհիվ կնստեք, կզրուցեք, կխոսեք, դուք էլ գրքեր կթվարկեք, թե որոնք պետք է կարդալ։ Պարբերաբար տեղի ունենում ամեն տարի։ Վստահ, շատ շնորհակալություն ձեզ, որ մեր տաղավարում եք, ձեզ լավ որ ենք մաղթում ու նմանատիպ համագործակցություններ Հայաստանի հետ ցանկալի է որ հաճախ լինեն։ Նաև հրաշալի արդյոք սկիզբ ինչ որ մի համագործակցություն եւ վստահ եմ որ շարունակական կլինի։ Ձեզ լավ որ շատ շնորհակալություն, իսկ մենք շարժվում ենք Շարժվում ենք առաջ, դիտում ենք տեսահոլովակ եւ վերադառնում։